Զայրույթի հետ աշխատանքում կարելի է նկատել հետևյալ իրավիճակը, երբ որ մարդ փորձում է արդեն աշխատել զայրույթի եւ զայրույթի դրսևորումների հիմքում ընկած խորքային համոզմունքների հետ, փորձում է վիճարկել դրանք, փորձում է փոփոխել իր վերաբերմունքը երևույթների նկատմամբ, որպեսզի փոխվեն հակազդումները, զայրույթից օրինակ դեպի վրդովմունք կամ նեյտրալ ինչ-որ հուզական դրսևորումներ, մարդ կարող է նկատել, որ համենայն դեպս չի ստացվում, գոնե դեռևս չի ստացվում անմիջապես հակազդել այնպես, ինչպես որ կցանկանար։ Բանը նրանում է, որ երբեմն դա մեզանից կախված չի կամ ինչ-որ մի փուլ դեռ մեզանից կախված չի։ Ստոիկներն ասում էին, որ առաջին ռեակցիան շատ բնական դրսևորում է եւ դու չես կարող այն վերահսկել, բայց դու կարող ես վերահսկել այն, թե ինչը դրանից հետո լինում եւ ինչ ես դրանից հետո դու անում։ Սակայն այստեղ մի փոքր կարելի է հեռու գնալ եւ ժամանակակից նեյրոկենսաբանության տվյալները եւ կոգնիտիվ վարքաբանական թերապիայի հաջողություններն ու հետազոտահեն տվյալները տալիս են մեզ պատկերացում, որ մենք նույնիսկ առաջնային ռեակցիան էլ կարող ենք փոխել։ Պարզապես այստեղ անհրաժեշտ է հասկանալ, որ որպեսզի առաջնային ռեակցիան էլ փոխվի երևույթի ազդակի նկատմամբ եւ զայրույթից վերածվի օրինակ վրդովմունքի, որը կառուցողական բացասական հույզ է, կամ նեյտրալ ինչ-որ ազդեցության, հակազդեցության, ապա անհրաժեշտ է որպեսզի խորքային համոզմունքները, որոնց հիման վրա ուղեղը գեներացնում է ազդակի նկատմամբ գնահատական, որն էլ եւ բերում է զայրույթի, այդ խորքային համոզմունքները պետք է ամբողջովին փոխվեն։ Դրա համար անհրաժեշտ է ժամանակ եւ հետեւողական աշխատանք։ Կոգնիտիվ թերապիան տալիս է հնարավորություն, տալիս է տեխնիկաներ, մասնավորապես կոգնիտիվ ռեստրուկտուրավորումը եւ դրանից բխող եւ դրա կազմում գտնվող տեխնիկաներ, որոնց միջոցով կարելի է փոխել այդ խորքային համոզմունքները, ինչպես նաեւ վարքային տեխնիկաները, որոնք հնարավորություն են տալիս ամենատարբեր իրավիճակներում թերկուզ վարքային մոդելավորման դերային խաղի միջոցով հասնել նրան, որպեսզի հակազդումները գնալով ժամանակի ընթացքում կոգնիտիվ աշխատանքին զուգահեռ ավելի մոտ լինեն մեր ցանկալի հակազդումներին։